Դավիթ Խուդատյանի խոսքով նոր ատոմակայանի մասով այս տարի կարևոր որոշում են ընդունել, այն է ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային։ Նախարարն ասաց, որ կառավարությունն ուսումնասիրել է և Ռուսաստանի Դաշնության, և Միացյալ Նահանգների, և Չինաստանի, և Կորեայի, և Ֆրանսիայի այդ մասով առաջարկները, սակայն մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։ Մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպիսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Մոդելի ընտրությունից հետո կորոշվի նաև, թե Հայաստանը որ երկրի հետ է իրականացնում աշխատանքը, քանի որ մոդուլային ատոմակայանի սիստեմը որպես այդպիսին լայնորեն տարածված չի եղել նախկինում և լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա։ Շտապելու անհրաժեշտություն չկա, քանի որ ցանկություն կա ատոմակայանի կյանքը երկարացնել։ Նախարարը վստահ է, որ շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը կհաջողվի և ատոմակայանը ևս 10 տարի շարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Նրա խոսքով ապրիլից մեծ հավանականությամբ հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, բայց նաև հաշվի առնելով այլ հզորությունների գոյություն ունենալը, որոնք օգտագործվում են ոչ ամբողջական ծավալով, Խուդատյանի վստահեցմամբ մեր էներգետիկ համակարգում խնդիրներ չեն առաջանա։ Շուրջ 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված ցանցին, ինչը էականորեն մեծ է, նախորդ տարվա մեր արտադրած էներգիայի շուրջ 15%-ը արտադրվել է այդ կայանների կողմից, որպես այդպեսին սա պլանավորված ցուցանիշ է և պլանավորված գործողություն է, որը մենք իրականացնում ենք շահագործման ժամկետի երկարացման մասով որոշակի պարբերականություն ունենք։ Նախարարը տեղեկացրեց, որ շարունակվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան և Վրաստան։ Կրկին առաջընթաց ունենք ազատականացված շուկայի մասով։ Էլեկտրաէներգիայի արտադրված ծավալի 33%-ը վաճառվելու է ազատականացված շուկայում, ինչը Խուդատյանի գնահատմամբ կարևոր ցուցանիշ է մեր երկրի համար։ Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գծին, ապա նախարարը հույս հայտնեց, որ այս տարի գծի կառուցումը կավարտվի և այն կմիանա Հայաստանի էներգետիկ համակարգին, այսպիսով հնարավորություն տալով ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իսկ ընդհանուր առմամբ 2025-ին Հայաստանում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախարարի փոխանցմամբ 5.8%-ով ավելի է, քան 2024-ի ընթացքում։ Կարևորը արձանագրում է, որ մեր արևային կայանների թիվը շեշտակի աճել է, էսպային էներգահամակարգում ուրեմն միացված է շուրջ 1100 մեգավատ հզորությամբ դրվածքային հզորությամբ էներգակայաններ, աճը կազմել է 43%, այդ կայաններից ուրեմն 50,000 եւ ավելը մանր տնային տնտեսությունների կայաններ են, որոնք հաճախ կարելի է տեսնել Հայաստանում ճամփորդելիս, եւ ընդհանուր իրենք շուրջ 650 մեգավատ ուրեմն արտադրանք են տալիս։ Իսկ ինչ նորություն կա երկաթուղու վերականգնման մասով։ Հիշեցնենք ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման համար կարևորել էր այն, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ։ Վարչապետը նախորդ 5 շաբթի լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին նշել էր, որ այս մասով ցանկություն կա գործակցել Ռուսաստանի գործընկերների հետ։ Իսկ եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում, երկաթուղային ենթակառուցվածքները կվերականգնի Հայաստանի կառավարությունը պետական միջոցներով։ Երկաթուղու մասով մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ եւ մեր ընկալումը այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Ավարտական փուլում կասեմ, բայց շարունակում ենք ելի այդ ուղղությամբ, այսինքն վարչապետի հայտարարությունից հետո նաեւ գործողությունները ելի գնում են այդ ուղղությամբ, այստեղ նոր փոփոխություններ չունենք եւ ակնկալում ենք, որ չենք էլ ունենա։ Նախարարի փոխանցմամբ 2025-ին նախարարության բյուջեն կազմել է 293 միլիարդ դրամ, ինչն էականորեն ավելին է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ կատարողականը կազմել է 92.3%։ Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին, նա նշեց, որ դա իրենց հիմնական գործիքն է համայնքներում տարբեր ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ իրականացնելու համար։ 2025-ին ընդհանուր առմամբ իրականացվել է 61 միլիարդ դրամի աշխատանք, ինչը Խուդատյանն աննախադեպ ծավալ է համարում։ Այդ ծրագրերը պետական բյուջեից համաֆինանսավորվել են 33.2 միլիարդով։ Ինչ վերաբերում է ճանապարհաշինության ոլորտին, Խուդատյանն արձանագրեց, որ 2018-ից մինչ այս պահը հանրապետությունում վերակառուցվել է շուրջ 5000 կիլոմետր ճանապարհ։ Ուրախությամբ կուզեմ արձանագրել, որ մենք եւ պետական համաֆինանսավորման ծրագրով եւ պետբյուջեի միջոցներով ենք աշխատանքներ իրականացնում ճանապարհներին եւ հույս ունեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները ակնհայտ են, ակնառու են, հաճելի են
եւ իրենք մի բան արդեն սովորել են այդ փոփոխություններին, ինչը դրական է։ Նախարարության ճանապարհային դեպարտամент հիմնադրամի կողմից նախորդ տարի կառուցվել, հիմնանորոգվել է 504.5 ճանապարհ։ Բացի սրանից 30 կիլոմետր կրկնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել կապալառու ընկերությունների միջոցների հաշվին, անորակ իրականացված աշխատանքներ են դրանք եղել եւ կրկին այդ միջոցների հաշվին, ուրեմն այդ աշխատանքները իրականացվել են, եւս 30 կիլոմետր գրունտային ճանապարհներ են կառուցվել, հիմնականում հյուսիս-հարավին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում մենք 10 կամրջի եւ 2 տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքներ ենք իրականացրել։ Այս տարի հանրապետության եւս 3 մարզում՝ Սյունիքում, Լոռիում եւ Վայոց ձորում կիրականացվի համայնքների խոշորացման գործընթաց։ Էլի հիմք ընդունելով են, որ մեծ համայնքները իրենք ֆինանսապես ավելի կայուն, ավելի լավ կարողություններով համայնքներ են եւ այնտեղ ավելի մեծ ծավալով աշխատանք է հնարավոր իրականացնել, ինչպես տեղի մասնագիտական միջոցներով, այնպես էլ կառավարությունից ստացվող ֆինանսական միջոցներով։ Խուդատյանն ասաց, որ հիմնականում կմիավորվեն գյուղական բնակավայրերից բաղկացած եւ մինչ այս միավորված համայնքները, իսկ գործընթացը կլինի շարունակական, քանի որ փորձը ցույց է տվել, որ դա կառավարման արդյունավետ մոդել է։ Իմիջիալոց կմիավորվեն նաեւ այնպիսի համայնքներ, որտեղ համայնքային կառավարումը կեսից ավելի մասով կամ հիմնական մասով քաղաքացիական պայմանագրինն է եւ դա հստակ ցույց կտա, որ մենք չենք միավորում համայնքները այնտեղ կուսակցական իշխանություն վերցնելու մասով, որտեղ առնվազն այն ցանկը, որը կհրապարակվի, դուք կտեսնեք, որ այնտեղ զգալի հատվածում քաղաքացիական պայմանագիրը այսօր էլ իշխանություն է։ Համայնքների խոշորացման գործընթացը տեղի կունենա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, երբ այդ համայնքներում կանցկացվեն հերթական ընտրությունները։ Այս կերպ պետությունը կունենա նաև ծախսի կրճատման էական հնարավորություն, հավելեց Դավիթ Խուդատյանը։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։